Տեառն ընթառաջին ընթառաջ։ Սա էր Մայրաթոռի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տեր Վարդան Աբեղան Նավասարդյանի և ազգագրագետ Գոհար Ստեփանյանի մասնակցությամբ մամուլի ասուլիսի թեման։ Տոնին 2 օր է մնացել։ Ինչպես են նշել Տեառն ընթառաջը մեր նախնիները, որտեղից են գալիս տոնի ակունքները, ինչ է նշանակում Տիրոջն ընթառաջ։ Այս և բազմաթիվ այլ հարցերի պատասխաններ հնչեցին փետրվարի 11-ին Նովոստի Արմենիա լրատվական գործակալությունում։ Այս տոնի տոնակատարության մասին գրավոր առաջին տեղեկությունը 6-րդ տարից է պահպանվել։ Երուսաղեմում այս տոնի տոնակատարությունը կազմակերպելու առնչությամբ։ Տոնի խորհուրդը ուրեմն սուրբգրային հիմք ունի, պատմվում է, թե ինչպես Տերը խոսում է Մովսեսին և պատվիրում է հրեական օրենքներ հաստատել և զավակ ծնելուց հետո առու զավակի պարագային 40-րդ օրը ուրեմն ընծայել նրան տաճարին։ Հայր Սուրբը նշեց, որ եկեղեցին դարերի ընթացքում վերարժևորել և նորովի է մատուցել նախաքրիստոնեական ազգային տոները։ Շատերը համոզված են, որ եկեղեցու բակում վառվող խարույկը կրակապաշտական հիմքեր ունի։ Սակայն պետք չէ մոռանալ, որ մանուկ Հիսուսին տաճարին ընծայելու ժամանակ մարդիկ Տիրոջ որդուն ընթառաջ են գնացել ճրագներով և կանթեղներով։ Ազգագրագետ Գոհար Ստեփանյանն էլ հիշեցրեց, որ Տեառն ընթառաջը հատկապես նորապսակների տոնն է, արդեն մի քանի տարի հաստատված նաև Վեհափար Հայրապետի օրհնությամբ, իսկ նոր նշանվածների համար կա Ծառ Զարդարը։